Ես Մկրտչյան Լաուրան եմ, խաղում եմ Գորիսունանավան թիմում, պաշտպան եմ դիրքով։ Ես Լաուրայի մայրն եմ, արդեն հասկացանք, որ իմ աղջիկը Լաուրան խաղում է ֆուտբոլային թիմում, որպես այդպեսին այդ հետաքրքրությունը ակնհայտ չի եղել ի սկզբանե, ուղղակի հասկացա, որ տանը անդադ սպորտային մարզահագուստներ են ավելանում գույնս գույն ու տրամադրել են, խաղում եմ, նորմալ է, սիրողական, թող խաղա։ Ամեն դեպքում գյուղական բնակավայր է, ու ինչ որ զբաղվածությունը երեխայի արդեն իսկ կարևոր է։ Որպես այս հայ հասարակության անդամ, այդ կարծրատիպերը միանշանակ անցնում ենք, բախվում ենք, որ աղջիկ ու ֆուտբոլ, հետո հասկացա, որ այնքան էլ սիրողական բնույթ չի կրում, մարդը արդեն պրոֆեսիոնալիզմի է գնում։ Ու մի դեպք պատմեմ, երբ որ այնտեղ առաջադիմության հետ կապված ինչ որ թերություններ զգացի ու անհիմն, բայց ամբողջը գցեցի ֆուտբոլի վրա, քո ֆուտբոլն է մեղավոր, քո պարապմունքներն են մեղավոր, վերջ չես գնում ֆուտբոլի, չի գնում, չի գնում ու սենց այնպես ստացվեց, որ մտա ննջասենյակ ու տեսա, որ ինքը այս իր ամբողջ համազգեստները գույնավոր լցրել է անկողնու վրա, դասավորում է, բայց արցունքներով, լացելով, դնում է ու տենց տեղավորում է, որ պիտի տանի հանձնին Կիրսահակյանին ու դուրս է գալի ֆուտբոլից։ Տարար հանձնեցիր, չէ՞։ Տարավ հանձնեցի միջայլոց, հետո զանգեց Սահակյանը, բա Լաուրան չի գալիս, ասացի չէ չի գալի, առաջադիմության վրա ազդում է, չենք գալիս, մի խոսքով Սահակյանն ասեց, ես էլ եմ քեզ խոստանում, որ իր առաջադիմության վրա չի ազդելու, ընդհակառակն ինձ խոստացել է, որ ավելի լավ պիտի սովորի։ Ասի լավ Սահակյան, եթե դուք եք խոստանում, ես թող գա։ Իմիջիայլոց աշխատեց, առաջադիմության հետ կապված էլ վերականգնվեց առաջադիմությունը, գերազանց է դեպ ինքը։ Ես իրան չկարողացա այդ ամեն ինչից հեռու պահեմ, բայց ինքը ինձ ներգրավեց սպորտում։ Արդեն հետաքրքրություններ ունեմ, հետաքրքրվում եմ, ձեռքբերումներ, արդեն իսկ նշեցի հենց այն, որ ինչ որ սպորտաձևով զբաղվում է, արդեն իսկ առավելություն է։ Ես այդ միանշանակ փաստում եմ, որ արդեն իսկ առավելություն է, այս մեր օրերում երեխաների նստակյաց, անդադ հեռախոսով, անդադ այդ գոնե ինչ որ ձեռքազատվում ենք այդ վիճակից։ Բացի այդ թիմի ավագ է, հենց այդ խմբի համակարգելը, իր այդ լիդերի ինչ որ հատկությունը ավելի շատացել է։ Այդ իր մոտ զգում եմ այդ կազմակերպչական իր մոտ, թեկուզ տանը, թեկուզ դպրոցում, թեկուզ տան մեջ էլ զգում եմ, որ այդ իր մոտ ավելի լիդերի այդ հատկությունները ավելացել է, պատասխանատվության զգացումը մեծացել է, այդ էլ եմ զգացել։ Եթե կգա կյանքի մի որոշակի ընթացքում կհասկանա, որ իրան պետք չի, թող ինքը հրաժարվի, բայց այս պարագայում եթե իրան դուր է գալիս, եթե ինքը իրան լավ ազգում, մենք մեր երեխաներին չպիտի արգելենք։ Կարիք չկա ինձ թվում, սպորտաձևը, զբաղվածությունը ամեն դեպքում թիմային այդ համախմբվածությունը շփում է ամեն պարագայում բոլոր ոլորտներում կինը իր էությամբ կանացի կարա մնա, աղջիկը լինի աղջիկական։ Կարիք չկա արգելելու։ Թող ինքը գիտակից երբ որ կդառնա կհասկանա իրան պետք չի, թող հրաժարվի։ Եթե կուզենա, թող համատեղի մյուս մասնագիտության հետ, ինձ թվում է չի խանգարում, սիրողական ամբողջ կյանքում էլ կարան զբաղվեն։